Արև։ Չհավացել եմ։ Դե հիմա լավ, հիմա մարդիկ եկել են Ամերիկայից, հասել են այստեղ կարողա չգիտեն, всё-таки fast food է, դասական 56, 10, ՆԿ 22, всё ինչ որ հետարքիր համով կարտոֆիլ, որից գալիս է հայկական տնական խաշտամայի համ։ Այ։ Արա դե պանիրը քառակուսի է, բեր միստե քառակուսի անեմ։ Վատն է, խաշած մարոլի համ է գալիս։ Այս լեզոնից կլյար, ոնց որ մեկին սիրուն ասել։ Տատիկի սարկած պերաշկու հոտ է գալի։ Ես իշտեղն է։ Կգնամ, կպատվիրեմ, կուտեմ էլի։ Հոտը բան զգացվում է, էլ այդ դամաշնի։ Ողջույն, եթերում կրկին թեստի հաղորդումն է, եւ ձեզ հետ եմ նորից ես, Լևոնը Մկրտչյան, ելի հիշեցնեմ մասնագիտությամբ խոհարար։ Այսօր որոշել եմ ամերիկյան շունչ մտցնել մեր հաղորդման շրջանակներում եւ պատվիրել եմ Wendy's-ից։ Նախ եւ առաջ կուզեմ չմոռանանք մեր հաղորդման գլխավոր հովանավորին, Fnet Telecom-ին։ Fnet Telecom-ը առաջարկում է Իսկ այդ ամենին ծանոթանալու համար շատ բան հարկավոր չէ։ Պետք է զանգարել կամ նշված հեռախոսը համարով, կամ ընդհանրապես մուտք գործել fnet.am կայք։ Fnet-ին ասում ենք շնորհակալություն եւ անցնում ենք մեր հաղորդման բուն թեմային։ Ինչպես նշեցի, այսօր պատվիրել եմ ամերիկյան fast food-ից, Wendy's-ից։ Wendy's-ը ստեղծվել է 1969 թվականին ԱՄՆ-ի Կոլումբուս քաղաքում։ Ինչու Wendy's, քանի որ հիմնադիր Dave Thomas-ը անվանել է իր աղջկա անվան պատվին Wendy։ Ինչ է առաջարկում Wendy's-ը։ Առաջարկում է տնական ֆորմատին քառակուսի տեսքով բուրգերներ, առաջարկում է հավի սենդվիչներ, սպիտակ եւ շոկոլադե կրեմներ։ Ավելի մանրամասների տեսնելու համար կսպասեմ, որ իմ առաքումը հասնի ինձ։ Մեզ մաղթում եմ այսօր համեղ եւ հետարքիր հաղորդում։ A few moments later. Դե սիրելի հեռուստադիտող, հաշվի առնելով այսօրվա եղանակային պայմանները, իմ պատվերը հասավ ինձ ճիշտ ժամին։ Տեսնենք ինչ է ուղարկել մեզ ամերիկյան հայտնի fast food-ը, որը արդեն Հայաստանում է, ասեմ ավելին, Երևանի կենտրոնում։ Տադամ։ Իմ պատվերը եկավ, զարմանալիորեն իմ սիրելի ստեպլերները չկան, չխախտելով ավանդույթները, սկսենք կտրոնից։ Վճարել եմ 19550 դրամ։ Տեսնենք քանի կտորի եւ իրոք արժեր վճարել թե ոչ։ Այո։ Բուրգեր։ Ահա այսօրվա իմ պատվերները, առաջի հայացքից հետարքիր է, ամեն ինչ բրենդավորված էր, դեր, ես էլ չլներ, всё-таки fast food է, սերտիֆիկացված պատարակախ, գիտալ դանակ, մեկ օրինակ, օքեյ, շատ անձեռոցիկ, ստեղ բաց ուտեստ են ինձ ուղարկել, բայց փակ տոպրակի մեջ, կարծում եմ իրանից էլ հենց կարելի է սկսել։ Ֆրոստեր ելակով եւ վանիլով փոքր, սա իրանց կրեմն է հայտնի։ Ինքը պաղպաղակ չի, ինքը կրեմ է, ես կարծում եմ տենց ջրիկոտ սորբեին փոխարինող, հա ճիշտ էի փաստորեն հիշում եւ տեղեկացվել։ 1969 թվականին է ստեղծվել բրենդը։ Իմիջիալոց բրենդը համեմատում են McDonald's-ի եւ կարծեմ King Burger-ի հետ, եթե ճիշտ եմ հիշում։ Սկսենք ստեղից, ուրեմն դասական 56, 10, ՆԿ 22, chili cheese կարտոֆիլ։ Էս է երևի։ Կարծում եմ շատ լավն է ԱՄՆ-ը։ Դաժե կարծում եմ, որ հենց իրենց արտադրանք տա։ Տեսնենք, chili cheese կարտոֆիլ։ Շատ լավն է։ Ասեմ ինչ համի եմ նմանացնում։ Խաշտամ է հայկական, լուրջ եմ ասում։ Ես իշտեղն է։ Շատ լավն է։ Չեմ կարող պատկերացնեմ ինքը ինչա մեջ է, բայց ես կարծում եմ նմանատիպ բրենդները ունեն գաղտնիության պայմանագիր ու այդ ինչ պետք է լինի, որ կարողանաս հստակ իմանաս ինչ բաղադրիչներ է օգտագործված։ Գնահատում եմ 10-ից 10։ Իրոք այդքան լավն էր։ Crispy chicken wrap։ Նայեք, գրած չի։ Երկու տեսակ եմ պատվիրել, մեկը կծու, մեկը սովորական։ Հիմա ուզում եմ հասկանամ, որն է։ Փաթեթավորման մասին խոսք չի կարելի։ Այս ինչ լավաշ է։ Չէ, լավ տորտիլա խափեցի։ Շատ լավ տաք է մնացել էլի։ Ո՞ր մի արտասովոր համ, որ փափուկ հավի կրծքամիս։ Գիտեմ ինչի միս։ Ես իրան գնահատում եմ 10-ից անհասկանալի։
Լոշիկը հարցես թե ինչ-որ տեղական համով լավաշ լինի։ Միսը շատ լավն է, բայց մնացածը նոր հետաքրքիր համ չէր։ Այս մեկը պատվիրելուց ինչ-որ նշված էր հավելյալ հավի մսով, պլյուս 900 դրամ դրա համար վճարվել է։ Ես չգիտեմ այդ ինչ է, բայց հեսա փորձենք հասկանալ։ Այս ինչի պոչա, հալապենյոյի։ Ինչ վատներ, խաշած մարոլի համ է գալիս։ Այդ որ նշած էր կծու հալապենյոներ ավելացե մենակ, հա։ Չգոհացրեց ինձ, էլի նույնը, 10-ից անհասկանալի, ստրիպս 3 հատ, 3 հատ ստրիպսը էսա, նագեց կծու 4 հատ, 750 դրամ, հա, ընդհանրապես կծու չի, թեթև շատ, հա գնի համատ նորմալ քանակա, այս լեզոնից կլյար, ոնց որ մենք ենք սիրում ասել, տատիկի սարկած պերաշկու հոտ է գալի, լուրջ են, տնական պերաշկու հոտ է գալի, 10-ից 7, 8, որովհետև ինքը տենց ինչ-որ հետարքի բան չկա, գոնե սոուս կար լիներ հետը։ Ստրիպսն է 3 հատ, ես 3 հատ իհարկե չեմ ուտի, կարծում եմ ծեծած կամ աղացած եմ իսը, չէ, ամողջական է։ Արան սոուս անհետարքիր է, դիմում եմ մի անգամից ուղիղ Դեյվ Թոմասին, ինչի սոուս չկա հետը, հետարքիր է իրոք։ Իրան է, սովորական գնահատում ենք զուտ համը 10-ից 8, հետարքրությունը 10-ից 3, հետարքի ինչ-որ նորություն չկար։ Վայ, արդեն չգիտես ինչ անես, կարար ինչ-որ հետարքիր սովոսներ, օրինակ այդ կծուն, կարար համադրվեր, ինչ-որ չգիտեմ, fast food-ա էլի, չգիտեմ, fast food-ային ինչ-որ սովոսի հետ։ Բայց հասարակ բան դրած ուղարկած կամ ստես ռոլերը իրանց այդ սովորական խաշած մարոլի համա գալիս, չգիտեմ, chicken don, how հայտնվեց, ոնց որ Հայաստանում ինչ-որ fast food, ով գրում է անվանումները, վաու, գիտեք չէ իրանք բուրգեր ունեն, որը շատ բեկոնով է կոչվում, վաու է, ուղակի վերջնալը հլը տեքստուրան, հլը ստեղ, fast food պատվիրողը ինքը գիտակցում է, թե ինչա պատվիրում, հիմա ես որպես fast food պատվիրած մարդ, հացի որակի մասին ասում եմ վերջ տա, Իմիջալոց իրանք առանձնանում են իրանց քառակուսի կոտլետներով։ Ես իմ սուբյեկտիվ կարծիքը ասելու եմ։ Հավը ինձ ընդհանրապես դուր չեկավ։ Անհամ հավա։ Ես իրանց հայտնի քառակուսի մսով բուրգերն է։ Տեսեք, միսը քառակուսի է։ Ամոզիչ է։ Իմիջալոց ինք շեշտում են, որ իրանց մոտ թարմ մսով ամեն ինչ։ Իմ պատկասնելով այս խոհարարը երևի որոշել է, այդպես ֆարշը բռնել է, ասես սարքել է, նե կլորի փոխարեն ասել է, արա դե պանիրը քառակուսի է, բեր միստ է քառակուսի անեմ։ Այդպես դարել է բրենդ։ Իսկ իրականում եկեք սենց անկեղծ ասեմ, մսից հետարքիր համ էր գալիս, լուրջ։ Շատ լավն է։ Ամեն ինչ անկեղծ ասում ձեզ բալանսավորած է, չոտքի լուրջ։ Համաղը զգացի, համ պանիրը համ այդ խոնավությունը սոուսային, բանջարեղենը, մսի համը առանձին է գալի, միսը հյութալի է, ու զգացում եմ, որ ինչ-որ հավելումներ մսի մեջ չկա։ Գնահատում եմ ես իրան, անկեղծ 10-ից 9, 10 չեմ ասում, դեռ այս պահին 10-ից 9, այստեղ մրցակցային է, չէ՞ ամեն ինչ։ Գիտեք ինչն է դուրս եկել, ես իմ տեսակով շատ անձեռոցիկ օգտագործող մարդ եմ, տեսեք ինչքան անձեռոցիկ են ուղարկել։ Այստեղ իրենց չեմ կարա մեղադրեմ, որ դանակ պատարակավ գտալը դրած է մեկ օրինակից, որովհետև ես պատվիրել եմ ինձ ուտեստ, որտեղ դանակ պատարակաղից պետքա կարտոֆիլի համար, իսկ գտալ պետքա կրեմի համար։ Մնացածը այնց բաներ են, որ պետքա ձեռքով ուտես։ Իրանց ստանդարտների մեջ մտնում եմ, որ ոչ ձեռնոցով, այլ ձեռքով։ Էս ինչն է։ Այո, ես գտած ավելիս երակին է, ուզում հասկանամ բոլոր տեղերի միսը նույնն է, շատ թեթև է, այս միսը իմ սնումը հավելում չունի, շատ բնական մսի համագարես է, տեսեք 3 հատը միասին տենց վան արեցի, պրես արեցի, ինձ թվում է չունի էլի, եթե ունի էլ, իրոք չի զգացվում ոչ իմը, բնական մսի համագարես, ապրեք, մենակ մի հատ բան եմ ուզում ասեմ, հայավարի չանեք, չփչացնեք որակը, պահեք ինչքան կարող եք։ Վաու, բայց ծանր է, անկեղծ ծանր է։ Ես կարծում եմ, որ իրան պետքա հասկանալ է լավ fast food-ա բան, տես 3 ոնց են ասում, երակին է, բայց քիչ տես ինչ-որ գիտակցել է պետք, որ պետքա թեթև իրան։
ստեղծել։ Չգիտեմ, միգուցե կոտետը ժվազդուշնի արվի։ Ախր այս չես կարա, այս բրենդի հետ շատ կռվես։ Կռվել ասելով դու գիտեք իմ կռվելը որն է։ Խորհրդակցես, փորձի փոխանակում անես, որովհետև ինքը 1969 թվականից նույն ֆորմատով աշխատում է։ 56 տարի նույն ֆորմատով աշխատում է։ Դու չես կարա կռվես, դու իրան պետքա զուտ ուտես, փորձես։ Կան աշխարհում այսօր բրենդներ, որ իրանց հետ ուղակի պետք չի խորանալ։ Իրանք դրել են իրանց որակը, իրանց ոճը ու թելադրում են քեզ։ Չես ուզում մի օգտվի։ Հավատացեք, տենց իրանց համար այնքան են հասել ամեն ինչի, կարա եւ ամեն մի երրորդ խոսքը սովորական լինի ու չխորանան։ Իրան գնահատում եմ 10-ից 10։ Շատ լավներ։ Այս մեր բեկոնատն է։ Տեսեք, երբ որ իր մասին ուզում ես հետաքրքրվես, ինքը ասում է մաքսիմալ մոտ տնականին։ Ու իրոք մաքսիմալ մոտա տնականին։ Ոչ մի ավել, բան, տենց ոչ մի բան չկա։ Ոստո միսը շատ է, էլի ստե նայեք։ Հələ քանակը նայեք, հացը չի երևում դաժե, սա միսա 3900 դրամ։ Հա, բայց որպես fast food շատ լավն է։ Այս հաղորդումից սկսել ենք, ես մոտ 13 կիլո գիրացել եմ, չաղացել եմ, որովհետև հանուն ձեզ ես ուտում եմ ամեն ինչ, որ դուք չգնաք այդ բոլոր տեղերով փորձեք հասկանաք, որտեղ է լավ, որտեղ վատ, որտեղ միջին, լավ վատ չի լինում, որտեղ է լավ, որտեղ միջին։ Ես ձեր տեղը ուտում եմ ու ձեզ խորհուրդ եմ տալիս ուր գնաք։ Օրինակ Wendy's խորհուրդ եմ տալիս գնաք, որովհետև ես շատ տարբեր fast food-եր փորձել եմ, բայց այս իմ համար տարբերվեց։ Այդ տնականը կա էլի մեջը։ Հոտը բան sense զգացվում է էլի այդ դամաշնի։ Իրանն եմ գնահատում 10-ից 10, որովհետև իրոք շատ լավն է։ Այս կրեմի մասին շատ եմ լսել։ Անկեղծ։ Ասում են այս իրանց ինչ որ հեղինակային կրեմներից, հա։ Տեսեք, նույնիսկ կրեմի բաժակը ափսոսած չի բրենդավորել, բայց սա ստեղ մի հատ բան ենք գտնում։ Հա, տանկ։ Ձողի տեղը փակած է։ Կարար լիներ սովորական փակիչ, ոնց ասա, կափարիչ, բայց սա սուրճի բաժակա բրենդավորած Wendy's-ով։ Դե հիմա լավ, հիմա մարդիկ եկել են Ամերիկայից, հասել են այստեղ, կարողա չգիտեն, ով կօգնի իրանց այդ հարցով։ Լավ, օքեյ, չենք հաշվի առնում։ Էս ինչ է, ժողովուրդ, բայց հետաքրքիր է։ Ես մի բան եմ ուզում հասկանամ, այս սենց հալած եկել է, թե հալել է։ Այս հաղորդման 10 քանի րոպեն չենք հաշվում, որտեվ տեսեք, տեքստուրան ոնց է, տակը պինդ է, տեսեք, երեսը ջրիկ է։ Թե ինքը հենց սենց կրեմ է։ Բայց լավն է, ելակ վանիլ, մանգական համ է, բա հոտը, ունենց մանկություն տարավ անկեղծ։ Այդ մանկական sense ինչ-որ բան եմ ուզում հիմա հիշեմ, չեմ կարողանում։ Ես չգիտեմ ինձ այս հարցով ով կօգնի։ Միգուցե դուք գնացեք Wendy's, փորձեք ու անպայման մեկնաբանություններում գրեք, եթե այս կրեմից փորձեք, ինչ համ հիշեցիք։ Ես էլ կփորձեմ համեմատեմ մեր մանկության ինչ-որ համի հետ։ Խորհուրդ եմ տալիս։ Գնացեք փորձեք։ Լավն էր։ Չի հաստատեցրեց բրենդավորումը իդեալական մենակ անվանումների շատ կծա, տեսեք կոդերա վրա են գրած, միգուցե ինչ-որ անհասկանալի սխեմա է, կարող է եւ դա իմ պատկերացումը չի, բայց իրանք բրենդ են, ովքեր թելադրում են աշխարհին, թե ոնց իրանցից օգտվեն, որովհետեւ 56-55 տարի պահես մի բրենդ փակվելու տեղը ավելացնես, շատացնես, 10 դասականը սովորական ինչ է սա իմոցիո, քառակուսի բուրգեր, հավ կրեմ, շո ինչ որ հետարքիր համով կարտոֆիլ, որից գալիս է հայկական տնական խաշտամայի համ, իրոք լուրջ եմ ասում շատ լավներ։ Մալադեց, ապրի ոնց էր Դեյվ Թոմաս, ճիշտ եմ, չէ՞ հիշում։ Դեյվ Թոմասին մալադեց, ապրի որ ինքը ստեղծել է այս բրենդը։ Ինձ թվում է մի օր բախտ կվիճակվի այլ երկրում եւս հանդիպեմ մաստաճյուղի եւ փորձեմ այնտեղ, որովհետեւ վստահաբար ասում եմ, էլի, ամեն երկրի մթերք, բնականաբար դուք եք պատկերացնում, այս 1000-ի տերևս լոլիկա Ամերիկայից չի գալիս, մեր տեղականն է։ Ամեն մթերք թելադրում է մի այլ համ։ Շատ կցանկանամ, որ այլ երկրում էլ գնամ ու հանդիպի ու փորձեմ։ Միշտ երևի, չգիտեմ, մեկնելուց կհետաքրքրվեմ, այնտեղ կա թե չէ, որովհետեւ ինքը նոր շունչ էր, ինքը նոր միջազգային շունչ էր, որը մտել է Երևան։ Չգիտեմ, այս ռոլերի վրա մի քիչ երևի աշխատեք Երևանում։ Կարող է ինքը, ասում, օրինակ ԱՄՆ-ում լրիվ ուրիշ համ ունի։ Ինչևից է։ Wendy's-ին ընդհանուր գնահատում եմ 10-ից 9,
շատ լավներ։ Հետո այս փաթեթավորման ֆորմատը ինձ շատ է դու, ես շատ եմ սիրում այս ֆորմատը։ Ներսից յուղաթղթի պես բան է, դրսից փայլա թիթեղա, ֆոլգա։ Կայֆ փաթեթավորում է շատ։ Ուզում եմ ճիշտը փորձեմ հիշել, բայց մի քիչ կարող է դժվարանամ։ Ընկերներիցս մեկը ինձ Մոսկվայի ինչ-որ ֆաստ ֆուդերից բերել էր բուրգեր ինքնաթիռով։ Ու ես հիշում եմ, որ էլի սենց հետարքիր փաթեթավորում ուներ։ Ու կպատկերացնեք, որ Մոսկվայից ստեղ գալը տենց չեմ ասում ես իմ շատ մեծ ժամեր ա տևել, բայց ոչ էլ կարճ։ Բայց ինքը ինձ հասել էր շատ որակով, ու բնականաբար հա տարբերություն զգացվում էր, բայց որ ասեմ սենց վատ ինչ-որ վիճակում էր ու ես կերա վատացա, չէ։ Ինքը շատ հետարքիր փաթեթավորման ֆորմատ է, կարելի է իրան իրագործել։ Կարծում եմ Հայաստանում արտադրվում։ Ախր այսպես Հայաստանում ինչի չի արտադրվում է։ Ամեն ինչ էլ լինում է։ Ինչ աշխարհում կա, այդ ամեն ինչը սկսել է հայերից։ Այսօրվա մեր հաղորդումը համարում եմ ստացված, որը մեր հաղորդման շրջանակներում շատ հազվադեպ է լինում։ Ապրես Վենդիս, զարմացրեցիր, իրոք ինձ շատ հետարքիր էր։ Կգնամ, կպատվիրեմ, կուտեմ էլի, ընկերներիս խորհուրդ կտամ, իրոք վերջներ։ Բայց հատուկ սրա համը հիշելու համար էլի եմ գալու։ Այս վերջներ էս կրեմը, չգիտեմ, մանկական համ եմ ես զգում, այստեղ ոնց որ ինչ-որ մի բան փոքրուց ինձ հիմա ասենց բերել են, այս տարիքին մատուցում են։ Եվ ուզում եմ այսօր մինչև հաղորդման ավարտը առաջարկել մի շատ հետարքիր տարբերակ, որտեղից կցանկանայիք պատվիրեի ուտեստ եւ փորձարկում անեի։ Գրեք մեկնաբանություններում եւ ես պարտադիր հաշվի կառնեմ այդ ամենը։ Ես մեր այսօրվա հաղորդումը համարում եմ ստացված, բայց չեմ մոռանում։ Ոնց կարամ մոռանամ իմ ամենասիրելի հովանավորի մասին, Fnet Telecom-ի։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Fnet Telecom-ին միշտ իմ կողքին լինելու համար։ Չմոռանաք օգտվել Fnet-ի նոր առաջարկներից, որի համար ընդամենը պետք է զանգահարել նշված հեռախոսը համարով կամ ընդամենը մուտք գործել fnet.am կայք։ Դե ինչ, ձեզ հետ ես էի Լևոնը Մկրտչյան, մասնագիտությամբ խոհարար։ Կհանդիպենք։